դրա մասին խոսենք, որ 25 թվականին այդ վիրավորանքների նվաստացուցիչ վերաբերմունքների ընդդեմ լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումների թիվը 45-ն է եւ դրանցից մեծ մասը 33-ը հենց իշխանության ներկայացուցիչների կողմից էր, որ նույնպես բավականին շատ բարձր թիվ է եւ մտահոգիչ թիվ է, ընդ որում այդպիսի վերաբերմունքով աչքի են ընկել նաեւ առաջին դեմքերը, ասենք նույն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ բազմաթիվ եւ Անդրանիկ Քոչարյանի մասին է խոսքը, Վիլեն Գաբրիելյանի մասին է խոսքը, նաեւ պետք է հիշեցնեմ, որ Տիգրան Ավինյանն այդպիսի հռետորաբարությամբ հանդես եկել, էլ չենք խոսում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին։ Եվ առանցին երևի թե իմաստունի նշել անցած տարվա ընթացքում 15 ֆիզիկական բռնությունների փաստերի մասին, որոնցից 7-ը իրավապահների կողմից է կիրառվել, տարբեր զանգվածային միջոցառումների եւ ոչ միայն նաեւ խորհրդարանում տեղի ունեցած իրադարձությունները մենք արձանագրեցինք եւ 7-ը իշխանության համակիր քաղաքացիների մեկ դեպքում կատարողը առայժմ անհայտն է, սա այն դեպքն է, երբ լրագրող Հակոբ Կարապետյանին դիմակավորած անձը ֆիզիկական բռնության է ենթարկել եւ ըստ մեր հարցման պատասխանի իրավապահներից առայժմ այդ անձը հայտնաբերված չի, բայց նաև պետք է ասեմ, որ նախաքննության գործողություններում այսպես նկատելի առաջընթաց չկա եւ սա շատ մտահոգիչ է, կարծում եմ, որ իրավապահ մարմինները շատ ավելի սկզբունքային գտնվեն եւ գործողությունները ակտիվացնեն այդ անձին հայտնաբերելու եւ միգուցե նաեւ պատվիրատուին, եթե ենթադրյալ պատվիրատուին հայտնաբերեն եւ պատասխանատվության ենթարկեն։ Եվ այս վերջում պետք է նաև շատ կարճ անդրադառնամ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների մասին, ինչպես ասացի, որ վիճակը այստեղ փոքր-ինչ բարելավվել է, եթե նախորդ 2024 թվականին 122-ն էր, այս տարի 101-ն է, այո, մի քիչ պակասել է, բայց խնդիրը ամենևին էլ լուծված չի կարելի համարել, որովհետև մենք որ դնում վերլուծում էինք այն պատճառները ինչու չեն տալիս, ամենևին էլ օրենքին համապատասխան դա չի լինում եւ բավականին տարածված են մնում հարցի էությանը չհամապատասխանող պատասխաններ տրամադրել, այսինքն այսպես լղոզված մի շարք հարցերին ընդամենը մի նախադասությամբ ինչ-որ այսպիսի ձևական պատասխաններ տալը, շարունակում է խնդիր մնալ անհիմն ձգձգումները եւ 30 օր պահանջելը 5 օրվա փոխարեն օրենքը այդ սողանցքը ունի եւ օգտվում են ցավոք պաշտոնատար անձիկ եւ եթե նույնիսկ մերժում է լինում եւ մենք տեսնում ենք, որ այդ մերժումը հիմնավորված է, այնուամենայնիվ այստեղ էլ օրենքի հետ անհամապատասխանություն կա այդ պատասխանների, որովհետեւ այնտեղ չի նշվում պատճառը, ինչի են իրենք մերժում այդ տեղեկության տրամադրումը եւ մինչդեռ օրենքը հստակ ասում է, որ պետք է հղում կատարվի այն օրենսդրական կարգավորմանը, որով որ դա, չգիտեմ, գաղտնիք է համարվում կամ տարբեր այլ արգելքներ կան, որպեսզի այդ տեղեկությունը այսպես հանրայնացվի։ Եվ այս առումով իհարկե մեծ աշխատանք կա տանելու
պետական մարմինների հանրային հանրության հետ կապերի, մամուլի քարտուղարների հետ տանելու, որովհետև կարծում եմ, որ այս վերջին տարիների ընթացքում նոր կադրեր են այնտեղ գնացել, բավականին անփորձ եւ այդքան էլ լավ չեն տիրապետում միգուցե եւ օրենքին եւ մասնագիտական հմտություններին։ Իսկ այդ նվազումը ավելի շատ դուք դիտարկում եք, որ լրատվամիջոցները չեն բարձրաձայնել խնդրին բախվելու դեպքում, թե ամեն դեպքում որոշակի դրական տեղաշարժ կա։ Չէ, ամեն դեպքում, եթե նույն աղբյուրներից ենք միշտ մենք վերցնում տեղեկությունները, դա եւ լրագրողների շրջանում տարբեր հարցումներ են, ուղիղ կապ ենք հաստատում եւ այլն, ամեն դեպքում ինչ որ տեղաշարժ կա, բայց սովորաբար երբ փորձում ես ու ամեն մի դեպքում պետք է առանցին վերլուծել դա ինչի է դա տեղի ունեցել, որովհետև բազմաթիվ են դեպքերը, երբ որ դու տեսնում ես, որ լրագրողը հարց է տվել, որի չի կարող այդ մարմինը պատասխանել, ասենք դա ակնհայտորեն նախաքննական գաղտնիք է եւ չի կարող քննչական կոմիտեն կամ դատախազությունը դա տրամադրել, որովհետև միանգամից գործը կարող է փլվել։ Եվ բնական է դա այդտեղ մենք չտրամադրելու դեպքում որևէ խախտում չենք արձանագրում, բայց կարող է արձանագրվել խախտում այն պարագայում, երբ որ մերժում են, բայց չեն ասում, թե դրա հիմքը ինչ է, մերժման հիմքը ինչ է, դա ուղղակի պարտավոր է պետական մարմինը ասել։ Եվ ամենավերջով արդեն կարծում եմ երկու նախադասությամբ ասեմ, որ 2025 թվականին որոշ փորձեր է եղել եւ որոշ փոփոխություններ իրականում տեղի են ունեցել զանգվածային լրատվության գործունեությունը կարգավորող օրենսդրության մեջ, բայց մենք համարում ենք, որ դրանք շատ էսպես հատվածական եւ հաճախ խոցելի եւ հարցը այսպես հիմնովին լուծող փոփոխություններ չեն եւ մենք շարունակում ենք մնալ այն տեսակետին, որ հայաստանյան մեդիան կարգավորող օրենսդրությունը հիմնովին բարեփոխման եւ արդիականացման կարիք ունի։ Այդ առումով մենք արդեն ավարտում ենք աշխատանքը հայեցակարգ պատրաստելու առումով եւ այս տարի արդեն կարծում եմ, որ մեր առաջարկությունները կներկայացնենք եւ խորհրդարան եւ գործադիր իշխանությանը, տեսնենք թե որքանով իրենք պատրաստակամություն կունենան այդպիսի բարեփոխումներ իրականացնելու համար, իսկ այսպիսի հատվածական փոփոխությունները կրկնում եմ որևէ էական ազդեցություն չեն կարող ունենալ։ Այսքանը եւ թերևս։ Շնորհակալ եմ, խնդրեմ դուք